Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ ընթերցեմ հարցը։ Ես 32 տարեկան եմ, ինձ մոտ սեռական ակտից հետո աջ ամորձու շրջանում նկատվում է անհանգստություն։ Մեկ-մեկ նաև ցավեր։ Նման բան նկատվում է նաև սեռական օրգանի գրգռվելուց հետո։ Օրգազմի ժամանակ նույն աջ ամորձին կծկվում փոքրանում է։ 1-2 ամիս է, ինչ կա այս խնդիրը։ Նաև նկատում եմ սեռական թուլություն ու լավ չեմ գրգռվում։ Ինչի հետ է դա կապված եւ վտանգավոր է արդյոք։ Նման գանգատները հուշում են նրա մասին, որ սեռական օրգաններում կա բորբոքային գործընթաց, որը զգալիորեն հասունացել է եւ արդեն անհանգստացնում է, մասնավորապես ամորձու ցավի տեսքով։ Ցավը յուրովի ազդանշան է, որ բորբոքային process-ը բավականին արտահայտված է եւ այս դեպքում հապաղել իհարկե պետք չէ, պետք է անպայման դիմել բժշկի, անցնել համապատասխան հետազոտություններ, պարզել պատճառը եւ ստանալ համապատասխան բուժում։ Ցավի առկայության դեպքում այո, հնարավոր է նաեւ սեռական թուլություն, երբեմն նաեւ տղամարդիկ նշում են նաեւ սեռական ակտի տևողության հետ կապված խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ավելի խորանալ։ Հետևաբար, որպեսզի խնդիրը ավելի չբարդանա, պետք է ժամանակին մտածել հետագա բարդություններից խուսափելու համար։ Նման գանգատներ կարող են նկատվել բոլոր այն դեպքերում, երբ տղամարդը օգտագործում է կիպ սեղմող ներքնազգեստ։ Սովորաբար սեռական օրգանները չեն սիրում, երբ հագուստը լինում է կիպ կամ սեղմող, եւ նմանատիպ հագուստի, մասնավորապես ներքնազգեստի եւ տաբատի կիպ լինելու դեպքում սեռական օրգաններում առաջանում է արյան շրջանառության խանգարում, որի արդյունքում սեռական օրգանները չեն ստանում համապատասխան սնուցում եւ նկատվում է նաեւ ցավային զգացողություն, որը կարող է նաեւ բերել սեռական թուլության։ Այս գանգատը կարող է նկատվել նաև բոլոր այն տղամարդկանց մոտ, ովքեր ինտենսիվորեն մարզվում են եւ հաճախակի կատարում են ծանր ուժային վարժություններ, որոնք այո կարող են սեռական օրգաններում առաջացնել նման խնդիրներ։ Հետևաբար, պարզելու համար, թե որն է պատճառը կամ որոնք են պատճառները, անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն, հանձնել համապատասխան անալիզներ, որից հետո արդեն պատկերը պարզ կլինի։ Ախտորոշումից հետո բժիշկը արդեն կնշանակի համապատասխան բուժում։ Ակնհայտ է, որ առաջին հերթին իհարկե պետք է վերացնել ցավը։ Ցավը միշտ շեղում է եւ անկողնում ստեղծում համապատասխան լարվածություն։ Ցավը վերացնելու համար կարող է նշանակվել հակաբորբոքային դեղամիջոցներ, անհրաժեշտության դեպքում դա արդեն պարզ կլինի անալիզներից հետո նաեւ անտիբիոտիկներ։ Տղամարդու սեռական ֆունկցիան վերականգնելու համար նշանակվում են արդեն համապատասխան խթանիչներ, ինչպես քիմիական, այնպես եւ բուսական բնույթի։ Այս պարագայում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերության մեգապոտենցին կենսաբանական հավելումը, որը առանձնանում է իր վիտամինային եւ միկրոէլեմենտներով հարուստ բաղադրակազմով։ Մեգապոտենցինը ունի մի քանի առավելություններ։ Նախ չի առաջացնում կախյալություն, որը շատ կարևոր է, որովհետև շատ տղամարդիկ խուսափում են քիմիական ծագում ունեցող դեղամիջոցներից, մտածելով, որ դրանք կարող են առաջացնել կախյալություն։ Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ մեգապոտենցինը ապահովում է բավականին արդյունավետ բուժում։ Պացիենտները արդեն իսկ բուժման ընթացքում նկատում են դրական տեղաշարժ եւ հատկապես նշում են, որ բարելավվել է նաեւ սեռական ցանկությունը, ինչը տղամարդու համար շատ կարևոր գործոն է։ Մեգապոտենցին լոնգը ունի մի կարևոր առանձնահատկություն։ Տուփի մեջ վիտամիններն ու միկրոէլեմենտներն առանձնացված են, որոնք պետք է հաշվի առնել ընդունման ժամանակ, առավոտյան եւ երեկոյան ընդունելիս, ինչն ապահովում է բուժման բարձր արդյունավետություն։ Իսկ վերջում ուզում եմ հատուկ շեշտել, որ առողջական խնդիրները իսկ սեռականը հատկապես չի կարելի անտեսել, որովհետև լռելը, անտեսելը որպես կանոն բերում է ավելի լուրջ բարդությունների։ Եղեք առողջ եւ լավատես։ Այսօրվա գիշերային զրույցն էլ ավարտվեց։ Գտեք մեզ ATV-ի եթերում ամեն ուրբաթ։ Իսկ համացանցում գտեք ամեն օր։ Ցանկացած պահի, ցանկացած ժամի տարածեք մեր տեսանյութերը, մեկնաբանեք դրանք, մեզ համար անչափ կարևոր է ձեր կարծիքը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։